Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում է Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք խորհրդատվական ընկերության ավագ գործընկեր պարոն Լևոն Խալաթյանի հետ։ Ողջունում եմ պարոն Խալաթյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Պարոն Խալաթյան, բոլորս լսեցինք, թե ինչպես երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրում կադրերի ճգնաժամ է։ Ես կխնդրեմ դուք մեկնաբանեք, արդյոք դուք եք համարում, որ երկրում ճգնաժամ է եւ ինչ է նշանակում եւ երբ այդ մասին խոսում է երկրի վարչապետը։ Երկրի վարչապետը ասեց ճգնաժամ է, բայց չասեց երբանից է ճգնաժամը սկսվել։ Արդյոք մենք 7 տարի նոր իշխանությունների օրոք ունեցել ենք այդ կադրային ճգնաժամը, թե ոչ։ Հարց է ծագում, թե նոր է վերջին մի քանի ամիս է այդ կադրային ճգնաժամը ի հայտ եկավ, ես ենթադրում եմ, որ այդ կադրային ճգնաժամը եղել է միշտ, որովհետև այն ինչ որ այսօր կա, եղել է վերջին 7 տարիների ընթացքում, այսինքն մարդիկ չեն փոխվել ու իրանց որակական հատկանիշների մասին էլ կարելի է ասել, որ չի փոխվել։ Ես չեմ ասում շատ է տարբերվում նախորդ 30 տարիների ընթացքում մեր կադրային, ոնց որ ասում են, ընտրությունը, սելեկցիան եղել է միշտ նույնը։ Լուրջ պրոֆեսիոնալները, այդտեղ ես համաձայն եմ, չեն գնում իշխանություն։ Նույնը վարչապետը ասեց, որ մենք տալիս ենք 500,000 դրամ աշխատավարձ, իսկ մասնավոր սեկտորում իրանք կարող են ստանալ 1-ից 10 միլիոն, դրա համար մեր մոտ չեն գալի աշխատելու, դրա համար ոնց որ ասած մենք ստիպված ենք լինում վերցնել մեր մոտ տարբեր չինովնիկների, որոնք այսօր արտահայտում են կառավարության մոտեցումները, ռազմավարություն են մշակում, մարտավարություններ են ներդնում եւ այլն եւ այլն։ Այսինքն ինքը ուզում է ասել լինելով ցածր որակի մասնագետներ, իհարկե լինելով, միանշանակ լինելով, շատ լավ է որ վարչապետը դա ընդունում է, բայց ինքը սկզբնապատճառը սխալ ասեց։ 500,000 դրամ եւ մի քանի միլիոն աշխատավարձի հետ դա ընդհանրապես կապ չունի։ Եթե միայն աշխատավարձով չի, մենք ունենք բառ, որ այսօր շատ նորաձև է դարձել, այսպես ասած, մոտիվացիա։ Ինչ մոտիվացիա պետք է ունենա մարդը, որ գա կառավարություն աշխատելու, ինչ որ միսիա կատարելու։ Ցանկացած մարդը, որին 10 հնարավորություն, այսպես ասած, ճակատ, որ ինքը կատարի ինչ որ միսիա իր հայրենիքի համար, տնտեսության, իր էգոյի համար, իր փառասիրության համար, կապ չունի, մոտիվացիան տարբեր արտահայտումներ ունի։ Եթե մարդը գալիս, անպայման չի ինքը գումար ստանա։ Ցանկացած լուրջ մասնագետ կարող է տրամադրել իր կյանքից 2-3 տարի գալ, մի հատ լուրջ ոնց որ ասում է, իրանց բառերով ասած, նախագիծ իրականացնել, պրոյեկտ անել, ռեֆորմներ դնել, ասել ես սա արել եմ։ Դա իր ռեզյումեում կլինի, դա իր փառասիրությունը կլինի, դա իր հայրենասիրությունը կլինի, դա իր էգոիզմը կլինի, դա էական չի։ Օգտագործեք այդ մարդուն։ Ասել թե ես 500,000 դրամով չեն գալի, դրա համար մենք դմբոներին ենք ընդունում աշխատանքի, ու այդ դմբոները նստում են կառավարության նիստին, փողկապները կապակ գլխով են անում, դա արդարացում չի։ Դա ես կարամ մի ձև հասկանամ, որ նախկին փոխվարչապետ այսօր Երևանի քաղաքապետն էր ասում, որ մարդիկ չեն գալի, որտեղ աշխատավարձերը ցածր են։ Ուզում էր ասել, որ մարդիկ չեն գալի ցածր աշխատավարձով, դրա համար ստիպված մեզ դիմացեք։ Իսկ մենք արդեն ոնց փող կաշխատենք, դա մեր գործն է։ Խոսքը նրա մասին է, որ մարդկանց պետք է մոտիվացնել։ Մարդիկ գալիս են կառավարություն, թվում է թե այս մարդը կարող է նախկին էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, եկավ նախարարություն բիզնեսից, հույս կար, որ ինքը ինչ-որ մի բան գոնե հասկանում է եւ ինչ-որ մի բանի կունենա խիզախություն անելու, բայց ինքը հենց առաջին օրը կապեց փողկապը, գնաց նստեց կառավարության նիստի այսպես ու սկսեց գլխով անել։ Վերջ, մարդը որ փողկապը կապեց, ինքը կորցրած է ռեֆորմների համար, իմ կարծիքն է դա։ Կապեցիր փողկապը չկաս դու որպես ռեֆորմատոր։ Իսկ ուրիշ մարդ բերել նստացնել որ գլխով անի, իրան պրոֆեսիոնալիզմ պետք չի։ Ինքը 500,000 դրամի համար է կգա, կողքից թեյավճարներ կստանա, ընկերներին կօգնի, այսինքն կստանանք այն ինչ որ ունեցել ենք 90-ականներից սկսած։ Այսինքն մոտիվացիան աշխատավարձի հետ ընդհանրապես կապ չունի։ Եթե դուք տակ ճակատ, որ այդ մարդը կարողանա գա ու ինչ որ, ասեք սա է քո ճակատը, դու ունես լրիվ հնարավորություն քո ռեֆորմը իրականացնես եւ հանգիստ աշխատես, այդտեղ մարդը կարող է հանգիստ աշխատել, բայց ոչ թե ասել դու ամեն ինչում պետք է համաձայնվես քո ղեկավարի հետ, չպետք է հակադարձես քո վարչապետին, պետք է լսես, պետք է փողկապդ կապես, գաս ու գլխով անես։ Եթե մեզ պետք է տենց ոնց որ ասում է քայլող պիջակներ, մենք երբեք չենք ունենա պրոֆեսիոնալ, որտեղ նորմալ պրոֆեսիոնալ ինքը աշխատանք է անում, ոչ թե գալիս են նստում են ինչ որ մեկի համար գլուխ է անում, ընդդեղից գալիս են դա բացասական սելեկցիայի օրենքն է։
Գալիս են ամենայն տակի մարդիկ, որոնք ջրերես են դուրս գալի, պատրաստ են ամեն ինչի փող կապիել, պիջակի էլ նստեն եւ գլխով անեն։ Այստեղ երկու հանգամանքի վրա ուշադրություն դարձնեմ։ Դուք ասում եք մոտիվացիա չկա, բայց փողը չէ գուցե։ Այո, դուք ասում եք փողը չի ստեղծում։ Կա մոտիվացիա շատ աշխատավարձ ստանալ, դուք ասում եք դա չի խնդիրը։ Միայն դա չի։ Այո, միայն դա չի խնդիրը։ Երկրորդը, պատվաբեր պետք է լինի, որ դու գնացել ես այդտեղ աշխատում ես, հիմա դա մասին կխոսենք, պատվաբեր է արդյոք գնալ եւ պետական կառույցում աշխատել, պետպաշտոնյա լինել, եւ ամենակարևորը, դու երբ որ գնում ես, դու փորձում ես ինքդ ինչ որ մի բան քո գիտելիքը ներդնես, ինչ որ բան փոխես, ինչ որ բան լավացնես։ Դուք ասում եք, իհարկե այդ փողկապը փոխաբերական է, հարցը այն չէ, եթե հակուկապի ձևը դրեսկոդը փողկապ է, նա պետք է հագնի, բայց դուք ուզում եք ասեք, եթե փողկապ է կապում, նա ոնց որ արդեն վզին այդ բանը գցած լինի։ Կորածը ռեֆորմատոր լինելու։ Հիմա երկու բանն ենք դիտարկում։ Փողը դրեցինք մի կողմ, քննարկեցինք, որ եթե մարդը ունի այլ մոտիվացիա, նա չեր նայի աշխատավարձին, նա կգար ինչ որ բան փոխելու, ինչ որ լավացնելու, եւ երկրորդ հանգամանքը արդյոք պատվաբեր է այսօր այս կառավարությունում աշխատել։ Այսօրվա ֆորմատով ոչ, նորմալ մարդու համար ոչ։ Իսկ ովքեր որտեղ աշխատում են, իրանց համար այո, որտեղ իրանք ուրիշ արժեքներ կարող են։ Փոխվարչապետից սկսած մինչև ցանկացած նախարար։ Իրանց համար սա իրանց մաքսիմումն է, որ իրանք կարող են իրանց կյանքում հասնել։ Մաքսիմումն է։ Դրա համար իրանք ամեն կերպ համապատասխանում են այդ ֆորմատին, որը ստեղծվել է։ Ոնց ճեղքել դա։ Ես չգիտեմ, վարչապետը եթե այդ հարցը բարձրացնում է, չպետք է բողոքի ասի, գիտեք ինչ, երկրում կադրային ճգնաժամ է, 7 տարի կադր չկա, ես ինչ անեմ, խո մենակով ամեն ինչ չեմ անելու, так что որ 7 տարի չի եղել ոչ մի արդյունք, դա ես մեղավոր չեմ, դա ճգնաժամն է մեղավոր, կադրերն են մեղավոր, աշխատավարձերն են մեղավոր, ինձ ոչ մի բան չներկայացնեք։ Եթե դա լիներ ներողություն ֆիրմա կամ ընկերությունը կփակվեր, ճիշտ է, եթե մարդիկ չեն կարողանում աշխատել։ Իհարկե, որտեղ ընկերությունը ուրիշ բան է, էֆեկտիվություն գաղափար, արդյունավետություն։ Մասնավոր ընկերությունում կա, կառավարությունում չկա։ Բարդ մի հատ օրինակ բերեմ, երբ որ ուզում եք մեքենա վարել, ձեզնից այսպես կոչված գժի թուղթ են ուզում, որ դուք հոգեկան հիվանդ չեք։ Դեպուտատ դառնալու, նախարար դառնալու համար դա պարտադիր չի։ Շատ բանի մասին է էլի խոսում։ Եթե մեքենա վարելու համար դա կարևոր է, այնտեղ կարևոր չի։ Այնտեղ պարզապես ուզում են ասեն դուք պիտի լինես քաղաքացի, դուք պիտի լինես բարձրագույն ինչ-որ դիպլոմ ստացած եւ վերջ։ Ինչ պետք է փոխել առաջին հերթին։ Վարչապետը երբ որ ասեց, որ ճգնաժամ է, ճգնաժամի դեմ պետք է պայքարել։ Կադրային սով է, կադրեր չկան։ Ինքը ասում է կամ ճգնաժամ է, ես դրա դեմ պայքարում եմ SSS մեթոդներով, կամ ես գնացի չեմ կարողանում պայքարել։ Բայց նա արդարանում է դրանով։ Հայտարարեց ճգնաժամ է, վերջ հարցը փակվեց։ Այսինքն արդարանում է։ Ճգնաժամ է, ուրեմն պետք է ասի, որ ես երբ որ նշանակել եմ էկոնոմիկայի նախարար, չեմ ընտրել լավագույնին, այլ ընտրել եմ ձեռիս տակ ինչ կար, որ համաձայնվեց աշխատի։ Երբ որ ինքը ասում էր, ես ֆինանսների նախարար եմ, ընտրել 500,000 դրամով աշխատող, չնայած այդքան չի, աշխատավարձերը ավելի բարձր է, ինքը ասում է, ես չեմ ընտրել լավագույնին, ես չեմ կարողացել ընտրել լավ, ինքը պետք է ընդունի դա, ասի, ես չեմ կարողացել ընտրել լավ ֆինանսների նախարար, ընտրել եմ սրան, որովհետև կադրային ճգնաժամ է։ Մենք պետք է իմանանք, որ մեր մոտ ովքեր որ ղեկավարում են մինիստրություններ, իրանք այդ պաշտոնին համապատասխան չեն։ Դրա մասին չխոսվեց, պարզապես ինչ-որ մի հատ լոզունգ կենաց ասվեց, ճգնաժամ է, վերջ, փակեցին, գնացինք տուն։ Դրա մասին է խոսքը, ինչ ես անել, որ ճգնաժամը փոխես։ Ես ինչքան լսել եմ կառավարության, ոնց որ ասում են, չեմ կարող ասել հստակ ինֆորմացիա, բայց մեր վարչապետը չի սիրում, որ իրան հակաճառում են, իր հետ վիճարկում են, հակադարձում են, դա նույնիսկ պրոֆեսիոնալները։ Լսել եմ դա, եթե դա այդպես է, ոչ մի նորմալ պրոֆեսիոնալ չի գա աշխատի այն ոլորտում, եթե մեր վարչապետը ոչ տնտեսագետ է, ոչ ֆինանսիստ է, ոչ կառավարման լուրջ փորձ ունի, ուրեմն ինքը պետք է լսի կողքիններին, եթե ինքը չի լսում, ասում է ես ասեցի եւ վերջ, նորմալ պրոֆեսիոնալը չի գա աշխատի այդ ոլորտում, կգան աշխատեն այսպիսի փողկապները, որոնք որ նստած են այսօր կառավարությունում։ Ես միշտ ասում եմ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարները, որոնք իրանցից ոչինչ չեն ներկայացնում, որտեղ ճանաչում եմ իրանց աշխատանքը, կարող եմ գնահատել։ Ասենք թե առողջապահության նախարարին մի քիչ դժվար կարող եմ ասել իմ ոլորտը չի, բայց այդ երկուսին շատ հանգիստ կարող եմ։ Այսինքն այդ կառավարման մոդելի մեջ կամ ոճի մեջ մասնագետները դժվար թե գան եւ մնան։
Առաջինը, որովհետև նրանք գիտեն, որ նրանց խոսքը չի անցնի առաջ, եթե ասում եք հակաճառել վարչապետին չեք կարող։ Երկրորդը, վարչապետը ինքը չի հրավիրում իրենից ներողություն խելոքներին։ Տենց ղեկավարներ կան, որ իրանց խելոքներին տանել չեն կարող։ Կարող է մեր մոտ այդ տիպի խնդիր կա այդտեղ։ Եվ այդտեղ փակ շղթա է լինում, որտեղ զարգացումը ով դի շղթան քանդի ով որ այդ հարցը բարձրացրեց, ով որ այդ իշխանությունը կամ լծակը ունի, նույն վարչապետը, բայց եթե ինքը բողոքում է մի բանից, որի սկզբն աղբյուրը կարող է ինքն է, ենթադրում եմ ինքն է, բայց դա ոչինչ չի անում, ուրեմն դա ընդհանրապես լոզունգ էր, ուզում եմ ասել 7 տարի չենք հաջողվել ռեֆորմ անելու, որովհետև ճգնաժամը, ես ինչ գործ ունեմ, ասում եմ, սխալ ազգ է ինձ ընկել, ես լինեի Բելգիայի վարչապետ, հələ տեսեք ինչեր կանեի, իսկ Հայաստանում մանկապարտեզներից սկսած, իսկ Հայաստանում ինչ-որ լավ ազգ չընկավ ինձ, բոլորին բաժանում էին, ինձ Հայաստան ընկավ, Բելգիան ընկներ, հիմա մենք ուր էինք հասել, դա մենք ասացինք եւ այսպես անցանք, բայց շատ խորքային խնդրեմ է դա իրականում իմ առաջին հարցից մեջ կար առաջին հատվածը դուք եւս համարում եք որ Հայաստանում իսկապես չկան մասնագետներ սով է կադրային Չէ, չեմ համարում կադրային ճգնաժամ չէ կադրային դեֆիցիտ կա մեծ դեֆիցիտ բայց այն խնդիրների առաջ որը դրված է մեր առջև իսկ մեր առջև շատ ոչ ամբիցիոզ խնդիրներ ենք մենք դրել մեզ պետք է ընդհանրապես ոչ թե զարգացման, այլ կարգի բերելու ռեֆորմներ անել։ Ինչ որ համակարգերի ռեֆորմներ, ռեֆորմը դա բառ է, որը որ նախատեսում է, որ պիտի լինի փոփոխություն, սկզբնական փոփոխություն, համակարգային փոփոխություն, որը կարող է հետո մյուս վարչակազմի ժամանակ էլ աշխատել։ Ռեֆորմը դա է։ Մենք այնքան փոքր բաներ ենք ուզում այսօր իրականացնենք, այնքան փոքր բաների սով ենք, ոնց որ քաղցած ենք, որ նորմալ, կարոտ ենք մնացել նորմալ փոփոխությունների, որ այսօրվա դրությամբ դրա համար տենց ամենալուրջ պրոֆեսիոնալները պետք չեն։ Երբ որ գալիս էին իշխանության 7 տարի առաջ, ասեն, ես Նոբելյան մրցանակակիրին կբերենք, նրան մենք այդ խնդիրները չունենք, մեզ պետք է փոքր խնդիրներ լուծող մենեջերներ, որոնց գտնելը Հայաստանում շատ հեշտ էր, բայց քանի որ տեղերը պետք է լրացնել ոչ թե խելոքներով, այլ լոյալներով, այսպես մեր բանը գնաց այդ ճանապարհով։ Բարի։ 2018 թվականին, երբ որ Փաշինյանը այդպես եկավ կամ գալիս էր, ուզում էր գար իշխանության, նա հռչակում էր, որ տնտեսության մեջ վերացվելու են մենաշնորհները, հիշում եք այդ բանանների պատմությունը։ Այսօր, այո, 7 տարի անցել է, արդյոք տնտեսության մեջ այդ մենաշնորհների հարցը վերացել է։ Չէ, իհարկե։ Մենաշնորհները կան, չասեմ մենաշնորհ, ասեմ կարտելներ։ Կարտելը դա մի քանի խոշոր խաղացողի միավորում է։ Առաջ էլ բենզինը մի հոգի չէր բերում էին մի քանի ընկերություններ, բայց ընդհանրապես մի քանի։ Նույն բանանը կարող է բերել 1 կամ 2 ընկերություն, նույն շաքարավազը հայտնի կարող է բերել 1 կամ 2 ընկերություն, ոչ ավել։ Այսինքն դա միավորում էր, որը կապիտալիստական աշխարհում կոչվում է կարտել, որը որ որոշում է գին, որը որոշում է պայմաններ ու կողքից մտնել այդ շուկա հնարավոր չի։ Դրանք դեռ կան, իհարկե կան, որովհետև այդ մեծ ծավալի բիզնեսներում ներ այդ միավորումները, որոնք ունեն սկզբնական լավ դիրքեր, իրանք տենց էլ մնացին։ Ինչպես 10 տարի առաջ էր, հիմա այդպես չի, իրանք իհարկե ավելի շատ հարկեր են վճարում, հարկերը, ստվերը պակասել է միանշանակ այն ժամանակվանից, բայց դա ասել, որ մենք համակարգային ռեֆորմներ ենք արել, ոչ, ընդհանրապես բերել է մի մասը հարկային դաշտ։ Եվ այն պրեսինգը, որը առաջանում էին, եթե դու բերում ես օրինակի համար շոկոլադ, կարող է մեր շոկոլադի կնքահայրը քո շոկոլադը փչացնել մաքսայինում, քանի որ դա իր մոնոպոլիաներ, մենաշնորհներ։ Հիմա այդպիսի բաներ չկան, բայց մենք նույնպես ունենք խնդիրներ այդ մենաշնորհների հետ, թաքնված մենաշնորհ։ Ձեզ բերեմ 2 օրինակ։ Առաջինը դա բանկերն են։ Այսօր մեր ամենաակտիվ զարգացող եւ ամենաշահութաբեր ոլորտը դա բանկերն են։ Տարեկան ընկերությունների շահույթի մեծ մասը կազմում է բանկերի շահույթը, որովհետեւ մեր կառավարությունում կա շատ հզոր բանկային լոբի։
իդեմս փոխվարչապետի Մհեր Գրիգորյանի, որ ամեն ինչ անում է, որ բանկերը ստանան վճարներ, ստանան փողեր, ստանան եկամուտներ։ Ինքը ասում է, որ մենք տարեկան 20, 30, 40 միլիարդ կվերադարձնենք բանկերին այդ հիպոթեկային տոկոսի վերադարձի տեսքով։ Բանկերին 18%-ով, 20%-ով հիպոթեկ են բաժանում, իսկ մենք խելոք հարկատուներս պետք է հատուցենք այդ հիպոթեկը, մի 20-30 միլիարդ ուղարկում է բանկերին ընդեղ։ Բոլորին ստիպում է ունենալ բանկային հաշիվ, բոլորին։ Ես ապա եմ մեքենա եմ վարում, էլի պարզ օրինակ։ Առաջ անհրաժեշտ չէր, որ ես բանկային հաշվիս համարը տայի, հիմա այսօր եթե ես բանկային հաշվի համարը չտվեցի, իմ մոտ ապա պայմանագիր չեն կնքի, ես մեքենա վարել չեմ կարող առանց բանկային հաշվի։ Թաքնված շատ փոքր մի շտրիխ է, բայց ես ստիպված գնում եմ բանկ, տարեկան 5000 դրամ վճարում եմ սպասարկման համար, հաշիվ եմ բացում եւ այլն եւ այլն եւ այլն։ Մի ամիս առաջ վարչապետը հայտարարեց, որ եկեք հեծանիվ քշեք, ուսանողներ, առեք հեծանիվ, մենք տոկոսը կփակենք տոկոսի մի մասը։ Դա ինչ է նշանակում։ Էլի տոկոսի, բանկը կդնի 25%, մեր հարկատուների գումարից դու կտաս բանկերին փող։ Ես համոզված եմ, որ այդտեղ առանց այդ լոբինգի ոչինչ չի արվի։ Նույնը վերաբերվում է կանխիկ վճարումների սահմանափակումներին, պոստտերմինալները ամենտեղ որ պետքա լինեն, նույնին գյուղի մի հատ հասարակ փոքր կրպակում եւ այլն։ Այսինքն բանկային լոբին գործում է։ Դա 10-12 բանկ է, որոնք այսօր ստանում են ազգային արժեքի մեծ մասը։ Ու այն երկրում, որտեղ որ ամենաշահութաբեր ու գերակշռող մասը բանկային ոլորտն է, զարգացում չի ունենա, բացառվում է։ Համաշխարհային պատմությունն է ցույց տալի։ Մի հատ ավելի փոքր օրինակ բերեմ ձեզ թաքնված մենաշնորհի, որը ոչ մեկ չի տեսնում։ Ինչքան բնակարան է կառուցվում այսօր, տեսնում եք Երևանում։ Տասնյակ հազարներ, չէ՞։ Ամեն բնակարան պետքա բերեն բնական գազ։ Գազի մատակարարը մի հատ է, Գազպրոմը, նո, ասում են դա բնական մենաշնորհ է, չեն կարող ոչինչ անել։ Բնակարանի տերը հենց որ ուզում է սկսի վերանորոգումը, ինքը ասում է գազը եկե գնա դիմում է Գազպրոմ, ասում են քո մոտ կգամ, չգիտեմ, ինչ որ Սերոժ անունով ինչ որ վարպետ, քեզ ամեն ինչ կասի։ Սերոժ անունով վարպետը գալիս է Գազարդի տարածքային բաժնից, հաշվում է քո տանը, ասում է, ոչ 400,000 դրամ գազը քաշելու համար, որ ես տանդ քաշեմ, կնիկն է խփեմ, օքեյ, դու ուրիշին դիմել չես կարող։ Որտեղ դու ուրիշին բերես, ֆորմալ դա արգելված չի, բայց իրանք ինքն է գալու կնիքը դնի, կասի լավ չեն արել։ Ես 400,000 դրամ կանխիկ վճարում եմ իրան, կանխիկ, ոչ փաստաթուղթ, ոչ մի բան, կանխիկ վճարում եմ Գազպրոմի աշխատողին, ինքը գալիս է գազը քաշում է եւ գնում է։ Մենք ստեղ ունենք տարեկան 50 միլիոն դոլարի ստվեր, մենաշնորհ։ Ոչ մեկ դրա մասին չի խոսում, մեկը հարց տվել է, դա ինչ է կատարվում։ Դուք պատկերացնում եք տների քանակը, որտեղ որ պետք է բնական գազ անցկացվի։ Մարդը գալիս է, կանխիկ ստանում է, գնում է, դա մեծ կորպորացիայի ներսում է արվում։ Ո՞ւմ է գնում այդ փողը։ Այդ կանխիկը 100%։ 100%, իհարկե վստահ եմ։ 2 օր առաջ վճարել է անկերս։ Ես գիտեմ, բոլորն է վճարում են կանխիկ։ Գալիս է ինչ-որ մարդ, ոչ ներկայանում է, ոչ ինքը կգա կանի, ինքը գալիս է գծագիր է ինչ-որ անում, կանխիկ վերցնում է, գնում է գումարը։ Կանխիկ վերցնում է, գնում է գումարը։ Դրանից շղթայով գնում է, որ այդ խողովակներն են ապօրինի ներկրվում, ստվերի մեջ են, գործիքներն են, աշխատավարձներն են եւ այլն եւ այլն։ Ոնց է դրամա։ Դա եմ ասում, թաքնված մենաշնորհ, դες մենաշնորհներ տասնյակ են։ Ինչ եմ ասում թաքնված։ Բանկերի մենաշնորհը այտենց չի ցայտուն, ոնց որ առաջ այդ շաքարավազի մենաշնորհը, որտեղ բոլորը գիտեին, որ այս ընկերությունը բերում է շաքարավազ, իրան վերևից տվել են այդ կվոտան, ասել են դու արա ու բոլորը գիտեն, որ ինքն է մեր շաքարավազի չարիքի պատճառը, աղբյուրը եւ այլն։ Ակնհայտ էր, ով է բերում շաքարավազ կամ ով է բերում բանան։ Իսկ այսօր կան թաքնված մենաշնորհներ։ Անցյալ անգամ դրա մասին չխոսեցինք, նույն այդ QR կոդերի մենաշնորհը։ Տվեցին ինչ-որ նախկին չինովնիկի, նախկիններից։ Ասեցին, որ դու տարեկան 20-ից 50 միլիարդ դրամ կարող ես ստանալ այդ QR կոդերի վրա, որոնք որ խփվում են ամեն ինչի վրա, որ հաշվառվի ցանկացած ապրանքի շարժը։ Հարց են տալիս, ինչի եք տվել մի հոգու դա անի։ Ինչի է դա մեզ պետք։ Մի չինովնիկի, նախկին չինովնիկի տվել եք, որ ինքը տարեկան 20-ից 50 միլիարդ փող աշխատի դրա վրա։ Դա էլ է չէ թաքնված մենաշնորհ։ Ամեն մի բաժա, ամեն մի շիշ ջուրը թանկանում է 6, 7, 8, 10 դրամով։ Դա խայտառակ մեծ ինֆլյացիա է ցածր արժեք ունեցող ապրանքների համար։ Մենք տվել ենք մենաշնորհ, որ ինչ-որ մի անձ ում հետ համագործակցությամբ փող աշխատի։ Դա էլ է թաքնված մենաշնորհ։
Մենք տնտեսությունից հանում ենք գումարներ եւ բաժանում ենք դա անհատներին։ Այդ թաքնված մենաշնորհները մեր համախառն արդյունքից ստանում են տոկոսներ։ Ու մենք երբ որ ունենք 22, 23, 24 թվականին անվանենք դա բերի լեցուն տարիներ, երբ որ փողը շատ եկավ, մենք այդ փողի հետ չկարողացանք նորմալ վարվել ու սկսեցինք բաժանել աճ ու ձախ։ Ու երբ որ հիմա սկսելու է ճգնաժամային տարիներ, մենք դրանց պատրաստ չենք լինելու, որտեղ մենք այդ փողը բաժանել ենք արդեն այն մարդկանց, ովքեր որ կարողացել են իրենց մենաշնորհների լոբինգը անել։ Գազպրոմը Իրանն է արել, այդ QR կոդերի երիտասարդը Իրանն է արել, ասում են որն ասեմ էլ որը, հա։ Բանկերը իրենցն են արել, պարզապես երբ որ սկսի ճգնաժամ, մենք հասկանալու ենք, որ նույնպես տուժելու են ովքերը, ոչ իրանք։ Արդեն փողը որ պակասի, ով որ կարողանա շուտ տանի, նա է տանելու։ Ու առաջինը սոցիալական խնդիրները առաջանալու են ամենաչքավոր զանգվածի մոտ։ Այսինքն մենք պատրաստ չենք ճգնաժամին, բայց դա վերաբերվում է ոնց որ ասում են թաքնված մենաշնորհների մի քանի օրինակ վերեցի ես դες։ Այդ հայտարարագրումներով ես որքան հասկացա Փաշինյանը ստվերի դեմ է պայքարում, ամենայն դեպս գուցե ես Անցյալ անգամ ասացինք, որ դա ստվերի հետ ընդհանրապես կապ չունի ու կողքը մեկը չկա, որ բացատրի, ասի ընկեր, դա ստվերին չի վերաբերվում։ Ասեմ այն հարցը, որ ոչ մեկ կողքից բան չի ասում, մի պարզ օրինակ բերեմ։ Մի ամիս թե երկու ամիս առաջ, երբ որ այս աղմուկը բարձրացավ, Փաշինյանը ասեց հայտարարագրերի ժամկետը կերկարացնենք մայիսի 1-ից նոյեմբերի 1։ Մայիսի 1-ը արդեն մոտենում է։ Ոչ միտեղ օրենքի փոփոխություն չեն արել, որ դա տեղափոխվել է նոյեմբերի 1։ Մարդիկ հիմա չգիտեն, եթե մայիսի 2-ին հանձնեն, հարկայինը գալու է տուգան քանի։ Ես պիտի հանեմ Փաշինյանի վիդեոն ցույց տամ, ասեմ շեֆը ասել է, որ մի տուգանեք, դա մոտեցում է անելու։ Կողքից մեկը չկա, որ գա ասի, շեֆ, մենք մայիսի նոյեմբերի 1 ենք խոստացել, մեզ պետք է արագ այդ օրենքի փոփոխությունը անել, մտնենք պարլամենտ, անենք, որ մարդիկ անհանգիստ չլինեն։ Օդում կախված է։ Այսինքն բոլորին ասում են վիդեոները վերցրեք, որ հարկայինը գա, ասեք շեֆը սենց է ասել։ Դե պարզ ասում է աշխատող չունեմ, կադրեր չունեմ։ Փաստորեն աշխատող կա, աշխատավարձ կա, աշխատավարձ տրվում է, բայց այդ աշխատողը, որը ստանում է աշխատավարձ, նա ցածր որակի կադր է, ասում է Փաշինյանը։ Ես կուզենայի լսեի անուններ, կուզենայի լսեի դրանց ընտրության չափանիշներ, կուզենայի լսել, որ բա ոնց է որ ասում են մենք այս հաջողություն ունենք, այս աննախադեպ աճ եւ այլն, то есть մենք հիմա ունենք ճգնաժամ, բայց աննախադեպ աճ, թե մենք ունենք ճգնաժամ կադրային եւ ունենք տնտեսական ճգնաժամ կադրային եք ասում, լոգիկան չեմ հասկանում։ Կադրային ճգնաժամ եք ասում, իսկ տնտեսության մեջ ճգնաժամ կարելի ասել որ կա, թե հակառակը մեզ մոտ տնտեսությունը կադրային ճգնաժամի արկայության պայմաններում բարգավաճում եւ զարգանում է։ Չի զարգանում, դա փուչիկ է, որը ուռում է, որը մի օր պետքա պայթի։ Ես միշտ ասել եմ ու կասեմ։ Հորետես չեք շատ, չեք խտացնում գույները։ Չէ, դա շատ տխուր է, երբ որ մենք փուչիկ ենք ուռացնում, մեր մոտ աշխատավարձերը արդեն ոնց որ մոտիկ են եվրոպական աշխատավարձերի, աշխատանքի արդյունավետ։ Որտեղ, որ ոլորտում, որ ոլորտներում, ցանկացած միջին, սպասարկման ոլորտում, նույն սպասարկման ոլորտում, աշխատավարձերի տարբերությունները մարդկանց որ ստանում են ահավոր մեծ են, որը դա էլ առողջ չի։ Աշխատող այսօր 600,000 դրամով գտնելը Երևանում արդեն ծանր է, որովհետև եթե դու ուզում ես երիտասարդ մասնագետ, ինքը ասում ես կգնամ կաշխատեմ մատուցող, կեսօրում այդքանը կստանամ, ինձ հետաքրքիր չի դա։ Այսինքն մենք ունենք եւ աշխատավարձերի խնդիր, երբ որ եղավ ճգնաժամ եւ աշխատավարձերը ստիպված պետք է իջնեն, դա եւս մի հատ շոկ է լինելու մարդկանց համար, որոնք ունեն վարկեր եւ այլն։ Այսինքն առողջ չի տնտեսությունը այսօր։ Մենք փչում ենք փուչիկներ աշխատավարձերի եւ ամենակարևոր փուչիկը, որ 2008 թվին քանդեց պայթեց Ամերիկայում, դա անշարժ գույքի փուչիկն է, որը մենք ուռացնում ենք։ Ահավոր ենք ուռացնում այդ փուչիկը, որը որ պայթեց կլինեն լուրջ հետևանքներ։ Ու լուրջ հետևանքների համար պետքա տուժեն են մարդիկ, որոնք ներդրվել են այդ շուկայի մեջ, մեծ շահույթ ստանալու նպատակով, բայց քանի որ այդ փուչիկը կարող է պայթել մինչև ընտրությունները, շատ հնարավոր է, որ հարկատուների փողից այդ փուչիկը կպահեն, որ պայթի ընտրություններից հետո։ Ու էլի հարկատուներն են տուժելու, ոչ թե հնարկածախնդիր մարդիկ, որոնք որ գումար են ներդնել, որ առնեմ 1-ով, ծախեմ 3-ով։ Դա է խնդիրը։
2008 թվականը հիշեցրեցիք եւ Միացյալ Նահանգներում հիպոթեքի շուկան էր, որքան հիշում եմ, պայթեց եւ դա ամբողջ ցնցումների մեջ ընկավ ամբողջ աշխարհը եւ ցնցումները եկան հասան Հայաստան։ Այսօր 1987 թիվն են հիշեցնում։ Իդեպ դուք էլ ձեր Facebook-յան էջում ես տեսա, որ հիշեցնում եք, ասում եք սև երկուշաբթի կրկնության մասին են խոսում, կրկնության մասին կարելի է վկայել 19 հոկտեմբերի 1987, կասեք հիմա կխնդրեմ, որ դուք պարզաբանեք ինչի կրկնության մասին է խոսքը, այսպիսի ձևակերպումներ կան, աշխարհը փոխվել է, գլոբալացումն ավարտվել է, այժմ մենք նոր դարաշրջան ենք մտել, շատերն ասում են գլոբալացման դարաշրջանն ավարտվել է, եւ այսպես, ինչ է փորձում անել Թրամփը, ինչպես դա կազդի ամբողջ ընդհանուր տնտեսական կառուցվածքի վրա աշխարհի մասշտաբով եւ այնուհետև կխնդրեմ դիտարկել, թե կոնկրետ Հայաստանի վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ այս նորամուծությունները, որը Թրամփը նախաձեռնել է։ Թրամփը մտածում է ոնց որ փոքր խանութպան է, որը ասել է, թե ես 100-ը վառել եմ, 110-ը գոնե պիտի վաճառեմ, թե չէ ես խանութում ինչ գործ ունեմ։ Խանութպանի մակարդակով երկիր, առավել եւս ԱՄՆ-ի նման երկիր, առավել եւս համաշխարհային տնտեսության վրա այդպես մեծ ազդեցություն ունեցող երկիր չեն ղեկավարում։ Դե բայց քանի որ ընդեղ կա կադրային ճգնաժամ, ոնց ես հասկացա, կադրային ճգնաժամը վերել է իշխանության այդ տիպի, չեմ ասում նույնիսկ արժեքների, այլ ուղեղի կրող մարդու։ Խնդիրը ինչու՞մ է, Ամերիկան բողոքում է, որ մենք ավելի շատ առնում ենք, քան վաճառում ենք, բացասական առևտրային սալդո ունենք, դա լավ չի։ Մասնավորապես ես մի մեջբերում բերեմ եւ հետո ձեզ չխանգարեմ։ Նա ասում է, ահա Ճապոնիայի վարչապետի հետ եմ խոսել, այսօր խոսելու եմ, հիմա նրանք շատ վատ էին վերաբերում ԱՄՆ-ին, առևտրի հարցերում, ասում է Թրամփը, նրանք չեն վերցնում մեր մեքենաները, բայց մենք ընդունում ենք նրանց միլիոնավոր մեքենաներ։ Այսինքն, այո, սալդոն, առևտրի սալդոն խախտված է, ասում է նա, մենք շատ ճապոնական մեքենաներ ենք վերցնում, իսկ նրանք մեր մեքենաները չեն վերցնում։ Շատերը ասում են, սա ագրեսիվ վաճառողի հոգեբանություն է եւ մտածելակերպ է։ Ինչու Ճապոնիան չի գնում մեծ քանակով մեքենաներ Միացյալ Նահանգներից։ Օրինակ, ասեմ, միլիոնավոր մեքենաների մասին դե Թրամփը ամեն ինչ կարող է ասել, որտեղ աշկիս իրան էլ հակաճառող չկա, որ ասին միլիոնավոր մեքենաներ Ճապոնիայից չի գալի ԱՄՆ, որտեղ ճապոնական ընկերությունները մոտավորապես 30-ից 40 գործարան արդեն իսկ ունեն ԱՄՆ-ում եւ հիմնական մեծ ծավալը ԱՄՆ-ում վաճառվող մեքենաները արտադրվում է հենց ԱՄՆ-ում։ Դրա համար ինքը որ դա ասում է, դա իրականությունից հեռու է։ 80-ականներին Ռեյգանի մոտ եկան 3 այդ մեծ ընկերությունների ավտոարտադրող ընկերությունների տնօրենները եւ ասացին, որ պետքա բարձրացնել մաքսատուրքերը, որ ճապոնական մեքենաները մեզ խանգարում են, ամերիկական մեքենաները։ Ռեյգանը ասեց, դա ասելով, եթե ես բարձրացնեմ մաքսատուրքը, ես պիտի համոզեմ 250 միլիոն ամերիկացուն, որ վատ մեքենա վարեն, ոչ թե լավը, ավելի լավ չի, որ դուք բարձրացնեք ձեր մեքենաների որակը։ Դա էր պատասխանը։ Ռեյգանը էր, Թրամփը, դրա մասին է խոսքը, բայց խնդիրը ինչու՞մ է։ Այսօր ամերիկական մեքենան, լավ, ամերիկան վատ է մեքենա արտադրում, ճապոնականից վատն է։ Ինչն է լավ արտադրում։ Ինչն է լավ արտադրում։ Ծառայությունները։ Ինչը, ահա։ Ծառայությունները, ինքը եթե ունի 300 միլիարդի բացասական առևտրային սալդո, մյուս կողմից ունի 300 միլիարդի դրական ծառայությունների սալդո, դա բանկն է, դա IT-ն է, դա եւ մնացած տարբեր տեսակի ապահովագրությունն է, ծառայությունների սալդոն է։ Դրա մասին ինքը չի խոսում, որտեվ դա Ամերիկան կարողանում է արտադրի ծառայություններ։ Բայց եթե Ճապոնիայում նույն բանվորը կամ Կորեայում, որ նույն բանվորը ստանում է 12.5 ԱՄՆ դոլար կամ $10 ժամը մեքենա արտադրելու համար, Ամերիկայում դա պետքա վճարես իրան 25-ից 30 դոլար, այսինքն մրցունակ չի լինի։ Դա պարզ շուկա է։ Եթե դու ստիպում ես, ընդունում ես 50-60% մաքսատուրքեր մեքենայի համար, իհարկե վճարելու է դա սպառողը։ Եկեք նայենք գերմանական մեքենաների, որոնք որ շատ են սիրում մեր հայրենակիցները Կալիֆոռնիայում, մեր հայրենակիցները այդքան Թրամփին սիրելով, մեր Գլենդել ամբողջը Թրամփի կողմն է, Թրամփին սիրելով ոչ մեկ ամերիկական մեքենա չի քշում։ Քշում են միայն գերմանականները։ Տարօրինակ հարց է տալի իրանց, ասում ես, իսկ ինչի է գերմանական մեքենան ԱՄՆ-ում ավելի էժան, քան Գերմանիայում։
Որովհետեւ դու բացել ես քո շուկան, ասել ես ներմուծեք, որպեսզի իմ մոտ լինի գերսպառում ազգի մոտ, որտեղ Ամերիկան տառապում է ոչ թե պոշտեմաններից, մաքսատուրքերի բացակայությունից, այլ գերսպառումից։ Բերեք այդ մեքենաները, ներմուծեք եւ որպեսզի այդ գերսպառումը մենք ապահովենք։ Այստեղ գալիս է ուրիշ հարց, իսկ ինչի դիմաց է վճարում, ինչով է վճարում Ամերիկան այդ մեքենաների դիմաց։ Վճարում է իր, ոնց որ ասում են, ռեզերվային տարադրամով դոլարով։ Այսինքն թուղթը հանում է դուրս եւ դրա դիմաց ստանում է ապրանք։ Դա 71 թվի Նիքսոնը քանդեց այդ համակարգը, որը հնարավորություն տվեց ԱՄՆ-ին անսպառ, անսահմանափակ տպել դոլար։ Տպած դոլարը ինքը արտահանում է դուրս, դրա դիմաց ստանում է ապրանք։ Դրանով է միայն պայմանավորված Ամերիկայի գերսպառումը եւ տնտեսական աճը, ոչ մի այլ բանով։ Նույն Գերմանիայի գործարանում հաստատ գերմանացին ավելի լավ մեքենա է արտադրում, քան ամերիկացին Դետրոյտում, Գերմանիայի գործարանում 2 անգամ ավելի ցածր է աշխատավարձը, քան Գերմանիայում, քան ԱՄՆ-ում։ Ոնց է տենց ստացվում, որովհետև իրանք դոլարը արտահանում են դուրս, դիմացը ստանում են մեքենա։ Ինքը որոշել է քանդել այդ համակարգը, բայց ոնց է ինքը բացատրելու իր ընտրողներին, այն մարդկանց, որոնք սովոր են 2 տարին մեկ մեքենա փոխել եւ $30 ժամ առնվազն ստանալ աշխատավարձ, որ այդ դարաշրջանը վերջացել է, ես չգիտեմ։ Որտեվ բաց շուկայի ամենամեծ շահառուն դա Ամերիկան էր, որ շուկան բաց էր, չկային турքեր, ազատ առևտուր էր, ինքը տալիս էր թուղթ դուրս, հաստատ այսօր մեր մոտ բանկերում որ նայեք, միլիարդավոր դոլարներ հայկական բանկերում դրված են դեպոզիտի վրա, այսինքն ինքը հանել է դուրս այդ դոլարը, թուղթը, մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հավատում ենք դոլարին, վերցնում ենք այդ դոլարը, դնում ենք բանկ, որպեսզի վստահելի ակտիվ, ու արտահանում ենք մեր, ինչ ասեմ, Grand Candy կոնֆետը կամ Բադրջանի պահածոն այնտեղ։ Թուղթը ստացանք, պահածոն արտահանեցինք, թուղթը դրած մեր բանկային հաշվին, մենք մտածում ենք, թե մենք ունենք ակտիվ, մենք հարուստ ենք։ Ամերիկան ստացավ թղթի դիմաց ապրանք եւ դրանով գերսպառումը ապահովեց։ Մենք ունենք այդ թուղթը, համարում ենք, թե մենք այդ թուղթը վաղը մյուս օր կարող ամբողջ աշխարհում պտտվել։ Չինաստանից ապրանք առնենք, Եվրոպայից եւ այլն, դոլարի որպես ռեզերվային տարադրամի ստատուսը դա մեզ թույլ էր տալի մտածել։ Հիմա եթե դա քանդվի, ոչ մի բան չի լինի, այսինքն այդ եթե Ամերիկան չկարողանա արտահանի թուղթը եւ ստանա դրա դիմաց ապրանք, ինքը կունենա խնդիր գերսպառման հետ, որին վերջի 50 տարիներին սովորել է այդ ազգը, դրանով էլ ուռել է այդ 36 տրիլիոն պետական պարտքը։ Հենց նենց դա չի ուռում, 36 տրիլիոն պետական պարտքը դա համաշխարհային ներքին արդյունքին համադրելի թիվ է։ Այսինքն մենք խոսում ենք նրա մասին, որ ինքը նույնպես մոտեցել է փոքր խանութպանի տրամաբանությամբ մեծ խնդիրներ լուծելու։ Այսինքն ինքը նայում է խնդրի փոքր մի մասին։ Դուք ինձ փող եք տալի, ես ձեզ փող չեմ տալի, եկեք փոխենք այդ տարբերակը։ Հակառակը։ Եկեք փոխենք դա։ Ինքը չի հասկանում ոնց է դա գոյացել։ Ինքը իրան հարց չի տալի, իսկ ինչի է մեր մոտ ստանում $30 բանվորը, նույն Կորեայում ստանում է $11 բանվորը։ Կորեայում ավելի վատ է աշխատում, կասկածում է, որտեղ ինքը հաստատ ավելի լավ մեքենա է արտադրում, ավելի լավ հեռուստացույց է արտադրում եւ այլն, հարցը իրան չի տվել։ Ոնց է վաղը ստանալու $11, եթե դու բերես քո արտադրությունը, քո երկիր, iPhone-ը ինչի չի բերում արտադրի Ամերիկայում, որտեղ Չինաստանում ստանում է $2 ժամը, Ամերիկայում ստանա $32 ժամը։ Դա ազատ շուկայի բան է։ Թրամփը ասում է դեղերով բուժվում են, սպասեք Ժորժ ջան, սա բուժման process է, վերջը լավ է լինելու։ Ամերիկան է իրան ընտրել, ես չեմ կարող ասել, պարզապես մենք կարող է հայտնվենք այդ փլատակների տակ, որովհետեւ մեր մասին խոսենք։ Մեր մասին, եկեք նայենք սենց սկզբնական մի քանի տարվա շոկը լինելու է մեծ, որովհետև այն ինչ որ այսօր կա, ձևավորվել է տասնամյակներ։ Ոնց որ 80 տարին կապիտալիզմի 45-ից 2025 թվականը ավարտվում է։ Այն հանգիստ խախանդ ժամանակը կապիտալիզմի ավարտվում է։ Այսինքն եթե նույնպես դնեմ բարիերներ, ասեմ որ Ճապոնիայից չեմ առնի, Չինաստանից չեմ առնի, ոչ մեկից չեմ առնի։ Մինչև սկսեն այնտեղ հասկանալ, որ հին iPhone-ը արդեն չի աշխատում, հին մեքենայից պահեստամաս չունեմ, կանցնի ժամանակ։ Չինաստանը չի արտահանի, իր մոտ կլինեն խնդիրներ տնտեսական, որը երեք ցույց տվեց շուկաների անկումը 10%-ի չափով, որը շատ մեծ անկում էր, բայց դա էմոցիոնալ ռեակցիա էր, դա լուրջ ֆունդամենտալ չէր։ Չինաստանը պետք է գտնի նոր գնորդների։
Ճապոնիան պետք է գտնի նոր գնորդների, Կանադան պետք է գտնի նոր գնորդների, Եվրոպան պետք է գտնի նոր գնորդների, շուկան տեղափոխվելու, շուկան անկում է ապրելու, որովհետև գնորդների իրացումը պակասելու է։ Վերադասավորում, հա, Ամերիկան ամենամեծ շուկան էր աշխարհում, ամենամեծ շուկան էր, որը վճարում էր ամենամեծ գումարը ամեն ինչի համար, ֆրանսիական գինու համար ինքը ամենամեծ գինն էր վճարում, բայց այստեղ մենք ունենք խնդիր, ինչով էր ինքը վճարում։ Ոնց որ ասացինք ինքը թուղթը տալիս էր, գինին վերցնում էր։ Թուղթը դնում էին տանը, ասում էին ես ունեմ արժեք։ Գինին էլ է արժեք, բայց թուղթն էլ է արժեք։ Տրամպը եթե փորձի արժեզրկել է թուղթը, ամբողջ աշխարհում են մարդիկ, որոնք որ այդ թուղթը ունեն դրած իրենց բանկային հաշվին ու մտածում են, թե իրանք հարստություն ունենալու են խնդիրներ։ Մինչև շուկան վերադասավորվի, Ճապոնիան գտնի սպառման շուկա, Չինաստանը, Եվրոպան գտնեն սպառման շուկա, ահա որ անկում է լինելու տնտեսության։ Տնտեսության անկումը ես բացասական չեմ գնահատում, որովհետև տնտեսությունը շատ էր ուռը ամերիկական դոլարի վրա հիմնված վաճառքների վրա, բայց խնդիրը ինչու՞մ է, մինչև դա ընկնի, այդ տնտեսական անկումը կարող է բերի արդեն որոշ լարվածության եւ հետագայում ռազմական գործողությունների այն երկրներում, որոնք որ դրանցից շատ են կախված։ Եթե սկսեն ընկնել օրինակի համար պղնձի գները, Եթե Ամերիկան չի առնում պղնձից պատրաստված չինական ապրանք, եթե պղնձի գները ընկնեն, Հայաստանում կլինի խնդիր։ Եթե սպառումը Ամերիկայում կամ էքսպորտ դեպի Ամերիկա իջնի, Հայաստանից դուրս քիչ կգնա ապրանք, նույնպես կլինի խնդիր։ Եթե ամբողջ երկրները ուղղվեն դեպի այլ շուկաներ, այն շուկաներում, որտեղ Հայաստանը կա, կսկսեն խնդիրներ, կսկսի դեմպինգ, այսինքն մեր տնտեսության վրա դա շատ լուրջ կարող է ազդել, մոտակա 1 կամ 2 տարիների ընթացքում շատ լուրջ կարող է ազդել, որովհետև ելի եմ ասում, ապրանքները, որը որ մենք ներմուծում ենք, կարող է էժանանան, բայց այն ինչ որ մենք արտահանում ենք, նույն պղինձը, նույն ադամանդների վերամշակումը, նույն այն ծառայությունները կարող են լուրջ էժանանալ, ու դա տնտեսական լուրջ ճգնաժամի կարող է հասցնել։ Ամբողջ աշխարհում է դա լինելու, դա ոնց որ նյարդային համակարգն է, եթե միտեղ իրանք ամբողջը իրար փոխկապակցված են, այսինքն տնտեսական անկումը, ես կասեի դա առողջացում, եթե դա կանցներ առանց ռազմական որևէ գործողությունների, դա կլինի առողջացում, մարդիկ պարզապես հետ կգան ճիշտ ոնց որ ֆունդամենտի օդից կիջնեն ներքև, բայց եթե դա բերի լուրջ ռազմական խնդիրների, դա կունենա լուրջ բացասական էֆեկտ, բայց Հայաստանի վրա դա կազդի, միանշանակ։ Երկու հարց այս թեմայի մեջ։ Առաջինը ամենահեշտը վերցնենք, հետո գնանք ԵԱՏՄ-ի հարցին, շուկաների հարցին։ Դոլարը, ասում եք, մարդիկ դնում են ավելի շատ, դնում են բանկերում եւ որպես ավանդ այնտեղ պահում են։ Վստահության հարց է։ Այս խոճապային լրահոսի մեջ խոճապային տրամադրություններ էլ կային եւ կային մարդիկ, ովքեր ասում էին ժողովուրդ, շտաբ գնացեք, կանխիկացրեք գումարները։ Ոչ մի բանկերում գումար մի պահեք, որտեվ հիմա ամեն ինչը ցնցվում է, անկայուն է, դուք ավելի լավ է կանխիկացրեք գումարը։ Ինչ կասեք այդպիսի առաջարկներին կամ հորդորներին։ Կանխիկ դոլարը թե ոչ կանխիկ դոլարը, եթե դոլարի հետ խնդիր եղավ, կանխիկը թե ոչ կանխիկը, ինչ եմ անելու։ 10,000 ունեմ բանկում, թե 10,000 ունեմ տանը դրած բարձի տակ, ինչ տարբերություն։ Դոլար թե սարքեն, ասենք, թե նույն մեծ մոտ դրամն է, որն է ավելի կայուն լինելու ձեր կարծիքով։ Կայունությունը ստեղ արդեն խնդիր չկա, որտեվ ելի եմ ասում, դրամի նկատմամբ նենց չի որ վստահությունը շատ է, որովհետև եթե վաղը լինի անշարժ գույքի ճգնաժամ, մեր կառավարությունը ինչ պետք է անի։ Խելոք հեռատես կառավարությունը կասի դուք եք սպեկուլյանտները, դուք էլ տուժեք։ Իսկ մեր կառավարությունը կանի հետևյալը, որպեսզի բանկերը չտուժեն, հարկատուների փողը Մհեր Գրիգորյանի խորհրդով կվերցնի եւ կբաժանի բանկերին, որ մեր սիրելի բանկերը չտուժեն։ Այսինքն ինքը կտպի նոր դրամ, դրամը կարժեզրկվի։ Դա է լինելու։ Հեռատես կառավարությունը կասեր ժողովուրդ ջան, դու եթե մտել ես առել ես տուն, որը չես կարող քեզ թույլ տալ, առել ես $500 քառակուսի մետրը, որ վաղը 2000-ով վաճառես, դա սպեկուլյացիա է։ Դրա ռիսկերը դու պիտի կրես, ոչ թե մենակ շահույթները։ Կորցրել ես քո տունը, գինը ընկել է նույն $500, դու պարտքերի մեջ ես, դա քո խնդիրն է, դա մերը չի։ Դա կաներ հեռատես կառավարությունը։ Մեր կառավարությունը մեր հարկատուների գումարները կվերցնի, որտեղ էլ չի վերցնի, լրացուցիչ կտպի, ինֆլյացիա կառաջացնի եւ կնվիրի բանկերին։
Դա է լինելու մեր մոտ։ Ոնց որ եղել էր 2008 թվին Տիգրան Սարգսյանի խորհրդով, էլի բանկային լոբիի ներկայացուցիչ էր Տիգրան Սարգսյանը 2008-ին ասաց, եկեք փողերը վերցնենք, մի 2-3 միլիարդ պարտք վերցնենք դրսից եւ նվիրենք շինարարներին եւ բանկերին։ Տենց էլ արեց, մեր պարտքը միանգամից աճեց։ Մենք դա ենք վճարում։ Ոչ մեկ դրա մասին չխոսած, չհարցրեց, ասաց ընկեր, եթե տուժել են բանկերը կամ շինարարները, թող իրանք է պատասխան տան, թե չէ շահույթ ստանալու ժամանակ իրանք մեզ չեն հիշում, որ բերեն տան, բայց կրիզիսի ժամանակ լոբինգը աշխատում է, իրանց փող ենք բաժանում, մի քանի միլիարդ դոլար իր խորհրդով այն ժամանակ վերցրեց Տիգրան Սարգսյանը եւ բաժանեց շինարարներին եւ բանկերին։ Այսօր կարող է դոլար չվերցնեն, դրամ տպեն, էական չի, բայց էլի փրկելու են բանկերին եւ շինարարներին հարկատուների փողերով, դրամը որ ասեմ տենց լուրջ ներդրումային վստահելի ակտիվ կարող է լինել, չէ, դոլարն էլ է ռիսկի տակ։ Այսօր Չինաստանը միացած թեթև ծակեց Ամերիկային, կծեց, այսպես ասած, 50 միլիարդ պարտատոմսեր գցեց շուկա ամերիկական։ Մի քանի տրիլիոն դոլարի ինքը ունի ամերիկական, այսպես կոչված թուղթ, որը տվել են Չինաստանին, դիմացը ստացել են ապրանք։ 50 միլիարդը դա փոքր մասն է, 1.5%-ը, մի տոկոս է ինքը, գցեց շուկա, ուզեցավ ցույց տա, որ ես է կարող եմ այդ շուկան քանդեմ։ Բայց 3 տրիլիոնի ամերիկական թուղթը, եթե ինքը գցի շուկա, կարող է առնող չգտնվի։ Դրա համար եմ ասում, բոլորը այսօր պահում են թղթեր, սուվերեն ֆոնդերը պահում են թղթեր դոլարի տեսքով, այդ թղթերը պահած են, մարդիկ համարում են վստահության վրա հիմնվելով, որ դա արժեք է։ Նույնը Հայաստանում ես դոլարային դեպոզիտների կամ մնացորդների թիվը հիմա չեմ կարող ասել, բայց դա բաց ինֆորմացիա, բայց ինձ թվում է խոսքը գնում է մի քանի միլիարդի մասին, Հայաստանի համար դա մեծ թիվ է։ Դոլար թե եվրո նշանակություն ունի։ Ինչպես ես դու գումարը պահում քո անձնական։ Եվրոյից եկամտաբերությունը ցածր է, եվրոյի տատանումը, եվրոն ավելի քիչ հասկանալի է, քան թե դոլարը, որովհետև այսօր Հայաստանը Եվրոպայի հետ այդքան առևտուր չունի, ինչքան ունի ասիական ու Չինաստանի հետ ասիական երկրների, իսկ ընդ դոլարը ավելի լավ են հասկանում, քան եվրոն։ Եվրոն էլ է վստահելի, որովհետև եվրոն ավելի կոնսերվատիվ քաղաքականություն է վարում Եվրոպական բանկը։ Ի տարբերություն ամերիկականի, որը տարեկան մի քանի տրիլիոն պարզապես թուղթ է տպում, շպրտում շուկա։ Ու ամերիկականի փրկությունը նա է, որ եթե այսօր եթե մեր վարչապետը կամ փոխվարչապետը որոշեցին դրամ տպել, դրամը մնալու է Հայաստանում, եթե դրամը տանես պայմանական Ֆրանսիա, ոչ մեկ չի վերցնի։ Իսկ դոլարը իրանք տպում են, հանում են աշխարհի ցանկացած երկիր, դա ընդունում է, այսինքն այդ գոլորշին դուրս է գալի Ամերիկայից։ Ինչ է նշանակում վերադառնանք այս ձևակերպմանը, աշխարհում գլոբալացման դարաշրջանը ավարտվել է եւ երկրորդ տարբերակը ընդհանուր տնտեսական կառուցվածքը փլվել է։ Դե հələ չի փլվել։ Ահա։ Փորձ է արվում դիլետանտի կողմից, խանութպանի կողմից, ինչ որ մի բան քանդել, որը մեկը իրան խորհուրդ է տվել, որ եկեք քանդենք, բայց ինքը չի հասկանում ինչը քանդել եւ ոնց քանդել, ունենց անել, որ փլատակների տակ չմնալ։ Ինքը չի հասկանում դա։ Խնդիրը դա է, որ ինքը ասում է քանդեմ։ Գլոբալացումը պետք է վերջանալ, որտեղ կապիտալիզմը, որը հիմնված է անվերջ տնտեսական աճի վրա, նայեք մի անընդհատ մեր էկոնոմիկայի այս տարի ունեցել ենք 7% աճ, 3% աճ, 5% աճ, 6 հպարտանում են աճ, ինչքան կարող է աճել։ Եթե բնական ռեսուրսները, սպառումը, բնական ռեսուրսները սահմանափակ են, անվերջ տնտեսական աճ չի կարող լինել։ Կապիտալիզմը դրա վրա է կառուցված։ Ոնց կարող լինի անվերջ տնտեսական աճ։ Ինչի հաշվին իդեպ։ Հարց եմ տալ, ինչի հաշվին։ Գերսպառման, փող տպելու, ինֆլյացիայի, եթե մի տարի չեղավ տնտեսական աճ, նախարարը ասում էր, բան կտամ, հրաժարական կտամ։ Հատու չլինի տնտեսական աճ։ Դուք ձեր եղածով բան արեք, եթե ես ունեմ այսօր սպառում, կարող եմ կարիքները հոգալ, թե մի տարի չլինի տնտեսական աճ, մյուս տարի չլինի տնտեսական աճ։ Այսինքն տնտեսական աճ կլինի մենակ այն պայմաններում, երբ որ դու լրացուցիչ գումար ես տպում փող, ու այդ ինֆլյացիան հաղթահարելու համար քեզ պետք է այդ տնտեսական աճը։ Բայց ելեմ ասում, անվերջ տնտեսական աճ չի կարող լինել։ Կապիտալիզմը իրան այս մասով սպառել է։ Անվերջ 10 տարի է կարող է ձգվի, 50 տարի է ձգվի։ Դե գուցե բուժում է սա, գուցե իսկապես Թրամփը բուժման ինչ որ գործընթաց է սկսել։ Դե չի կարելի սխալ դեղով բուժել։ Ես խիստ կասկածում եմ, որ ինքը դրանից հասկանում է։ Որտեւ այն քայլերը, որը ինքն է անում, դրա հետ ընդհանրապես կապ չունեն։ Չինաստանը մեզանից չի առնում, մենք Չինաստանից առնում ենք։
Առնում ես ինչով։ Թուղթ ես տալի առնում ես, չէ։ Չինաստանը ապահովում է քո սպառումը, չինական բանվորը, որը աշխատում է $2 ժամով, քո համար սարքում է iPhone, որը դու հպարտությամբ պահում ես, քո մոտ, չէ։ Իրան վճարում ես $2 թղթով։ Թուղթ ես տալիս, ստանում ես ապրանք։ Այդ հարցը պետք է միշտ տալ։ 36 տրիլիոն դոլար աշխարհում ինչ գործ ունի։ Շատ չի։ Շատ է։ Դուք թուղթը տալիս եք, ապրանքը ստանում եք, մենք այլ կերպ պետք է անել։ Միգուցե ձեր գեր սպառման վրա դա սկսեք անդրադառնալ։ Հետ եկանք Հայաստան, ասում են, որ Հայաստանի վրա այդպես շատ ազդեցություն չի ունենա այդ 10%-ը Միացյալ Նահանգների սահմանած 10% մաքսատուրքը։ Դե լավ է, մեր ամենամինիմալ ոնց որ որովհետև ծավալները արտահանման Հայաստանից քիչ են, այլ ավելի շատ կգնա ԵԱՏՄ, ապրանքները կգնան, այդտեղ շարժը կմեծանա։ Ինչ կապ ունի մեկը մյուսի։ Ես տալիս եմ այն, ինչ ասում են տնտեսագետները։ Ամերիկա ինչ ենք արտահանում։ Ջեմ, պահածո, սիգարետ ու կոնֆետ արտահանեք։ Մի քիչ կթանկանա այնտեղ, բան չի փոխվի, այսինքն դա դեր չի խաղալու։ Հայաստանի վրա չի ազդելու, այսինքն դուք եք տարիֆը չի ազդելու։ Տարիֆը չի ազդելու։ Բայց այն, որ ինքը Չինաստանի շուկան է գցում, Չինաստանը կսկսի քիչ պղինձ առնել, համաշխարհային պղնձի շուկան կընկնի, համաշխարհային ադամանդի շուկան կընկնի, համաշխարհային մոլիբդենի շուկան կընկնի եւ այլն եւ այլն եւ այլն, այդ հարցը իհարկե կլինի։ Պարոն Խալացյան, վերջին հարցս այսպեսին է. Արդյոք այստեղ, այո, մենք շոշափեցինք ներկրում եւ ներսի ներքին արտադրության խնդիր։ Արդյոք այս թեման էլ է այդ բարձրանալու վերև այս Թրամփի սահմանած մաքսատուրքերը, այս տարեվտրային արտադրությունը։ Հենց նույն Միացյալ Նահանգների։ Ով էր խանգարում ինչեւ այսօր Հարցնում եմ, ով էր խանգարում, որպեսզի մրցունակ, ասենք, մեքենաշինություն ունենան, որը արտահանեն կարողանան։ Սենց ասեմ, տեխնոլոգիաների մասով, մի մասենց, չգիտեմ, բնական է դա, որ ճապոնականը հաստատ ավելի լավն է կամ ամենալավն է։ Այսինքն ինչ անենք դրա դիտեմ, գերմանականը ավելի լավն է։ Այսինքն պետք է մտածել ինժեներինգը ավելի լավն է, անկախ ամեն ինչից, դարավոր եկել է գերմանական ինժեներինգը։ Ես դրանից ուզում եմ գամ ընդհանուր հարց բարձրացնեմ։ Արդյոք պետք չէ նույն Միացյալ Նահանգները կամ հիմա մեր Հայաստանում ներմուծում արտահանում խնդիր կա արդյոք այդտեղ ներմուծողի եւ արտահանողի փոխհարաբերությունները արտահանումը խթանել ներքին արտադրության ապահովման, ներքին արտադրությունը ուժեղացնելու, ներքին արտադրության հետ կապված ներքին արտադրողին պաշտպանելու ուղղությամբ։ Մենք վերցնենք մեզ։ Ինչ արտադրենք։ Ինչ արտադրենք։ Ես եմ հարց տալի, ինչ արտադրենք, դուք ասեք։ Դե օրերս մածուկ էին ներկայացնում ներքին արտադրության, մաքրող մածուկ էր։ Հա, լավ։ Մաքրող միջոց էր, շատ լավ միջոց էր։ Օրինակ, սա օրինակներից մեկն եմ ասում։ Լավ է, արտադրում են, բայց ելի եմ ասում։ Խորհրդային Միությունում մեքենաշինություն ունեինք, Խորհրդային Միությունում ձեթոճառ ունեինք։ Խորհրդային Միությունում քիմիական արտադրություններ մեզ ունեինք, մոտ։ որտեղ մենք մեծ շուկայի մաս էինք կազմում, մեծ շուկայի մաս։ Հիմա այդ նույն արտադրությունը նույնիսկ Ռուսաստանը չունի։ Նույնիսկ Ռուսաստանը չունի, էլ մեր մասին ես չեմ կարող խոսել, որովհետև այսօր մենք տենց մեծ պրոյեկտների համար պարզապես ռեսուրս չունենք ու չենք կարող, այդքան կապիտալը չի գա Հայաստան, որպեսզի ներդնի Հայաստանի նման երկրում մեծ քիմիական կոմբինատ սարքի։ Կարող են անել Ամուսարի նման պրոյեկտ, որ գան, քամեն տանեն ռեսուրսը, թունավորեն այդ ցիանիդը թողեն մեզ, պղինձը տանեն իրենց ոսկին ու մենք այդ տիպի պրոյեկտներ կարող է որտեվ էլ եմ ասում, մեր վարչապետն էլ երբ որ սկսում է տրամաբանել տնտեսական հարցերում, փոքր խանութ-բանի տրամաբանությամբ է նայում։ Ինքը ասում է տնտեսական աճ, արժեք, բայց չի հասկանում այդ արժեքը ինչով։ Մենք ունենք շատ սահմանափակ ռեսուրսներ։ Եթե դու տալիս ես մի հանքը, որը իրանք շահագործեն, հանքից կստանան ոսկի եւ պղինձը կտանեն, քեզ կթողնեն մի հատ ցիանիդի եւ թույների մի մեծ լիճ Եվ դա կմնա հետագա սերունդների համար, բայց դու կապահովես մի 2-3 տարվա տնտեսական աճ, որով կնստես կառավարության ու քո խոսող փողկապները կասեն մենք ունենք տնտեսական աճ։ Այսինքն չի կարելի մի տարի կամ երկու, բացի դրանից մենք ուրիշ բան այսօր այս մոտեցմամբ չունենք առաջարկելու շուկային։ Ռեսուրսը թունավորելու
Ձուկն են ասում արտահանենք Եվրոպա, հաջողություն են Եվրոպան սերտիֆիկացրել է մեր աճեցրած ձուկը։ Ինչ է աճեցրած ձուկը։ Ինչի է մեր ձուկը մրցունակ, գիտեք, որտեղ մենք անվճար ջուր ենք տալի այդ մարդկանց, որոնք որ ունեն լոբինգ։ Նախկին շաքար բերողները այսօր դարել են ձկնապահ, թե ձկնաբուծող, ոնց են ասում, չգիտեմ։ Իրանք Արարատյան դաշտավայրում արտեզյան ջրերը քամում են անվճար կոպեկներով է ջրի հաշվին աճացնում են ձուկ, կերերով եւ արտահանում են։ Հետո հենց որ այդ վերջացավ արտեզյան, իրանք կփակեն, կգնան, կմնան շահույթով, մենք կունենանք անապատ, ոչ թե Արարատյան դաշտավայր։ Երբ որ մեր խելոք էկոնոմիկայի նախարարը ասում էր բերում եմ նուշի այգիներ կառուցենք, հիմնադրենք Հայաստանում, որը կլինի արտահանում, նուշը դա ինչ է։ Նուշը դա մեծ խայտարակ կուլտուրա է, որը աննորմալ քանակի ջուր է տանում։ Դրա համար եվրոպական երկրներում էլ են շատ քիչ դրան անդրադառնում, որտեղ ինքը ահավոր շատ ջուր է տանում։ Իսկ մեր մոտ ասում է ջուրը քաշեք, արեք, ոչ մեկ չի տեսնի, վաղը միսօր կլինի անապատ, կասենք, չգիտեմ, թուրքն է մեղավոր։ Նուշի այգին դա հեռանկարային ծրագիր չի, դուք այս պահին կապահովես 2-3 տարվա ինչ-որ տնտեսական ներհոսք, ում երկու հատ են նկար այդ հիմնադրի հետ, կասես նկարվել եմ, Ինչ կարող է արտադրել Հայաստանը։ Թանկ գյուղմթերք, օրգանիկ գյուղմթերք, տեխնոլոգիա, որը մենք կարողանում ենք անենք, տարածաշրջանում մենք միակն ենք, որը որ կարողանում է IT ծառայություններ մատուցել։ IT ծառայությունները մենք ենք կարողանում դա անել։ Մենք ունենք սովետից հենց մնացած որոշ բաներ, որոնք որ կարող ենք այդ գործարանների կամ էներգետիկայի ոլորտում ունենանք ինչ-որ բաներ, բայց ոչ ավելն ու պլյուս տրանզիտը։ Այլ բան չենք կարող, այսօր նենց է գլոբալացել, ես էլ եմ ասում, ես որ տեսնում եմ Չինաստանի շուկայի գները ապրանքի, ես հասկանում եմ ոչինչ չենք կարող արտադրել։ Նենց էժան են նենց էժան է ամեն ինչը, որ ես պարզապես վախ է առաջացնում։ Բաժակը կարող է արժանա 50 դրամ։ Չես արտադրի, հնարավոր չի արտադրել։ Իրանք էլ են թունավորում իրանց երկիրը, բայց այդ գների դեմ ոչինչ չի լինի անել։ Մենք ունենք բերի լեցուն տարիներ, 3 տարի, մինչև էդ ենք ունեցել, բայց մենք այդ հարկերը Որոնք են այդ 3 տարիները։ 22, 23, 24-ը մեծ ներհոսք ապահովվեց դրսից։ Այդ լեցուն տարիների գումարը մենք օգտագործեցինք ոչ արդյունավետ։ Մենք նվիրեցինք մի 20 միլիարդ դրամ այդ անիվ հիմնադրամին, մի 10 միլիարդ դրամ ինչ-որ ամբեր կապիտալ կա, Ֆրանսիայից եկած, ասում է տվեք ինձ 10 միլիարդ, ես կներդնեմ հայկական ընկերություններին, հենց մի հատ ինձ փող տվեք կառավարման համար։ Դե որ հանդիպում է վարչապետի հետ ընկերական խելոք բառերը օգտագործում, ստանում է մի 10 միլիարդ գումար ներդրելու համար 20 միլիարդ, շատ լավ է։ Դրանց տվեցինք, մի 50 միլիարդ բաժանեցինք բանկերին հիպոթեկի տեսքով եւ այլն, այսինքն գումարները, որոնք $1 միլիարդ, ես կարող եմ ասել, որ բյուջեից վատնվեց ոչ հեռանկարային ծախսերի համար, ցավոք սրտի։ Ու երբ որ հիմա կգայելի եմ կրկնում ճգնաժամը, մենք կհասկանանք, որ մենք չունենք այն բարձիկ անվտանգության, որը որ մեզ կարող էր պահել այս դժվար ժամանակներին։ Ու դա գալիս է հենց այդ ասած կադրային ճգնաժամից, որը հայտարարեց վարչապետը, ինչից սկսեցին խոսակցությունը, կադրային ճգնաժամից, բայց դա ինքը ընդամենը ասեց խնդիրը, չասեց դա որտեղից է եկել, ինչքան ժամանակ է դա մեզ որ մարդկանց կառավարությունում ինքը դա պետք է ասեր ու մատով ցույց տար, ասեր այ նայեք, այս նախարարը իմ ճգնաժամն է, այն մյուս նախարարն էլ է իմ ճգնաժամը, բայց ուրիշ չունեմ, կներեք։ Եվ ասի ինչ ենք անելու դրանից հետո։ Դա էր խնդիրը, ոնց որ սկսեցինք դրանով է վերջացրեցինք։ Շնորհակալ եմ այսօր զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, խորհրդատվական ընկերության ավագ գործընկեր Լևոն Խալաթյանն էր մեր հյուրը այսօր, զրուցվար մեր Գայանե Առաքելյանը, բարին ձեզ։